Ադրբեջան, Բելարուս, Իրաք, Սուդան, Էրիթրեա այս երկրների հետ միասին Հայաստանը հայտնվել է Եվրոպայի խոշորագույն բեռնափոխադրող Lufthansa ավիաընկերության սև ցուցակում։ Ամսի 16-ի շատ հանկարծակի Lufthansa Cargo-ն դադարեցնում է բեռներ ուղարկել Հայաստան։ Արգելանքը վերաբերում է բացառապես Հայաստան մտնող բեռներին, արտահանման հետ կապված խնդիրներ չկան։ 10 օրվա ընթացքում ընդհանուր առմամբ շուրջ 10 տոննա բեռ չի մտել Հայաստան։ Lufthansa-ի Cargo բեռնափոխադրումների երևանյան պատասխանատուն փորձել է եվրոպացի գործընկերներին բացատրել, որ շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար դա կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Մեր տնտեսությունը շատ զգայուն է բեռների ինչ-որ մի աղբյուրի պակասում է։ Ամենասկզբում գրեցի գոնե որոշ տեսակի բեռներ ուղարկեք։ Իրան գրել են չէ առանց բացառության։ Արաքսուր հանդակային ծառայություններ մատուցող FedEx ընկերությունում չեն կարողանում թանկ բեռների համար նույնքան թանկ վճարումներ կատարած հաճախորդներին բացատրել, երբ Հայաստան կհասնեն մարդկանց բեռները։ Առայժմ որևէ հստակ ու վերջնական պատասխան չունեմ տալու։ Արման Ղազարյանը նշում է, որ ընկերության խնդիրները սկսվել են դեռ այս տարվա հոկտեմբերին, երբ բրիտանական BMI ընկերությունը դադարեցրեց չվերթները դեպի Հայաստան։ Մենք փոխեցինք մեր ճանապարհը ավստրիական ավիաուղիներով, ստացանք մեր բեռները եւ այս ամսվա արդեն նոյեմբերի 17-ից այդ ուղղությունն էլ եւս դադարեց։ Իդեպ Lufthansa-ի հայաստանյան ներկայացությունում փորձել են պաշտոնական մեկնաբանություն ստանալ պետական քաղավիացիայի վարչությունից։ Պարզվել է, որ նրանք նույնքան անտեղյակ են։ Հնարավոր է, որ ավիացիայի վարչությունը տեղեկանալով արդեն կառավարությունով եւ նախագահի մակարդակով արդեն կփորձեին գործել եւ տեսնել Եվրոմիությունից բացատրություն պահանջել ինչի համար է, որտեղ Lufthansa-ն դա Գերմանիայի ազգային փոխադրողն է եւ պետքա որ Գերմանիայի կառավարությունը տեղյակ լիներ, գոնե ինչի համար է դա արվել։ Քաղավիացիայի վարչության մամուլի պատասխանատուն Նելի Չերչինյանը մեծ զրույցում նշեց, որ այսօր գերմանական ընկերությունից հավաստիացում են ստացել, որ բեռնափոխադրումները մասամբ կվերականգնվեն, սակայն թե որն է արգելանքի իրական պատճառը, պաշտոնական մեկնաբանություն այդպես էլ չհաջողվեց ստանալ։ Մինչդեռ ոչ պաշտոնական տեղեկություններով նման արգելանքի պատճառները կարող են թաքնված լինել Իրանի նկատմամբ Եվրամիության կիրառած պատժամիջոցների ետևում։ Սև ցուցակում հայտնված երկրներից 3-ը Հայաստանը, Ադրբեջանն ու Իրաքը անմիջապես սահմանակից են Իրանին, իսկ Էրիթրեան ու Սուդանը հայտնի են Իսլամական Հանրապետության հետ բարեկամական հարաբերություններով։ Հակոբ Կարապետյան, Սևակ Մեսրոպյան, IPV